Մեր գործընկերն է Բյալետ ընկերությունը, որը տրամադրել է մեզ տարատեսակ սուրճեր, որոնք վայելելու եմ իմ հյուրերի հետ։ Այսօրվա զրույցը ինձ համար շատ անձնական է, որովհետև մեր հյուրը մի մարդ է, ում հետ ես 6 տարի սովորել եմ մի խմբում, բժշկական համալսարանում, 7 խումբ էր մեր խումբը։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ դառնալու է հոյակապ մասնագետ, մի մարդ է, որը երբեք չի բարձրաձայնում իր ուժեղ կողմերը, բայց մենք բոլորս դրա մասին շատ լավ գիտենք։ Իմ շատ սիրելի նորայրն է Ղուկասյան նորայր նվերի, կամ ինչպես ծննդկանները շատ սիրում են ասել, նվերը չէ։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար, Վալենտինա Սերգեևնա ջան, այո, շատ հաճելի է գտնել այստեղ եւ ես իհարկե մտքից մի անկյունում սպասում եի, թե երբ հերթը կհասնի եւ ես կարող եմ լինել ձեր հյուրը ու միասին խմենք մեր մի բաժակ սուրճը։ Մեր գործընկերը այսօր տրամադրել է մեզ շատ համեղ սուրճ, մեր գործընկերն է Բյալետ ընկերությունը եւ ես կարող եմ վստահաբար ասել, որպես հայտնի կոֆեման, որ Երևակայի իմ կյանքի ամենահամեղ սուրճերից մեկն է, որը հենց Բյալետի սուրճն է, ես հիմա կլցնեմ եւ մենք կսկսենք մի քիչ սուրճից զրուցել։ Սուրճ սիրում ես։ Ես այդ մեկը լավ չէի հիշում, ճիշտն ասած, ուզում էի հիշեի, սիրում ես, չես սիրում։ Ես երբեմն ասում եմ, որ եթե հնարավորություն լիներ, կարելի էր այն ստանալ երակային։ Առավել ևս աշխատանքում մեր էներգիայի աղբյուրը որոշակիորեն սուրճն է։ Մի հատ կարելի է փորձել։ Իհարկե, անպայման։ Նմանատիպ սուրճ եմ խմում, շատ համեղ է, շատ շնորհակալություն։ Չէի կարողանում հիշել ի վերջո մանկաբարձ գինեկոլոգ դառնալը համալսարանից է այդ միտքը եկել, թե այդպես է ստացվել։ Ես իհարկե շատ լավ եմ հիշում եւ նույնիսկ մեծամտություն չլինի, կարծում եմ մեր նման խումբ, մեր նման իրար մեջ լուծված ընկերներ երևի թե կան, բայց իհարկե մենք մեր մոտ շատ լավ էր ստացվում։ Եթե հիշում ես, ինձ միշտ տանում էր վիրաբուժությունը, Էրեբունի բժշկական կենտրոնում, հիշում ես, քանի գիշեր եւ Վալենտինա Սերգեևնայի զրնգուն քրքիջը արտաստում էր հիվանդներին եւ այդ ժամանակվա բուժքունները եւ մայրապետները մեզ անընդհատ ասում են, որ երեխեք ջան, շատ ուրախ ենք, որ շատ դուք ուրախ եք, բայց այս բաժնում հիվանդներ կան։ Արդեն երբ որ մանկավարություն եւ գինեկոլոգիա անցանք ու հենց այդ ժամանակ ես արդեն իսկ մտքից մի անկյունում որոշել էի, որ ակուշեր գինեկոլոգ եմ դառնալու, հետո մի անգամ գիշերը ծնունդ էինք ընդունում, հիշում եք, չէ՞, այդ լիֆտերը, այդ գիշերվա, այդ ցանցերի միջով բան, իսկ մի հատ հերթապահ բժիշկ կար, որի մայրը անատոմիա ամբիոնի պրոֆեսորն էր։ Այո, ճիշտ է։ Անատոմիա ամբիոնի պրոֆեսորն էր, այդ բժիշկը մեզ կանչեց, ցույց տվեց ծննդավետություն։ Մի պահ ես հիասթափվեցի, էլի, այս իմ նկարագրած, իմ պատկերացրած մանկավարությունը չէր, բայց դե երևի թե ինչ-որ մի նախատրամադրվածություն կար, որ ես պիտի մանկավարություն եւ գինեկոլոգիա ընտրեմ ու տենց ընտրեցի։ Եվ ես մտածում շատ ճիշտ որոշում էր, որովհետեւ իմ կարծիքով ես որպես կողքից եւ որպես ընկեր եւ որպես կողքից մարդ մենք դրա մասին խոսել ենք, որ ոչ միայն մանկաբարձ գինեկոլոգ ես, այլ մանկաբարձ ես։ Այսինքն դա շատ կարևոր մասնագիտություն է, որը այսօր կարծես թե սկսում ենք կորցնել այդ մասնագիտությունը։ Շատ ցավալի ու կարևոր հարց է, ավելի շատ նկատառում։ Ընդհանրապես մասնագիտությունս ընտրելու մեջ ես մի հատ շատ կարևոր կետի վրա եմ ուշադրություն դարձրել, որ ելքերը մեր երջանիկ ավարտ ունենան։ Եվ փառք Աստծուն, որ մեր մասնագիտության 97 եւ բարձր տոկոսը հենց այդպես է կան։ Բայց այսօր այդ մանկավարչությունը, այդ աշխատանքը հղի հետ, հղի կնոջ հետ, համ հասարակությունը չի լավ ընկալում եւ նաեւ մեր մանկաբարձները անընդհատ դուրս են գալիս այդ process-ից, որովհետեւ ժամանակակից տեխնոլոգիաները, այս արագությունը եւ այլն, բոլորը ողջևորվում են էնդոսկոպիկ գինեկոլոգիայով եւ այլն։ Մանկաբարձության հետ աշխատելը, չնայած որ այս ֆաստինգի դարում կա արհեստական բանականություն,
որ ռոբոտոխիրուրգիան աշխարհը վերցրել է, որ մենք ամբողջորեն էնդոսկոպիկ ենք վիրատում եւ այլն, մանկավարությունը ոչինչ չի փոխվել։ Ոչ մի ակադեմիկոս դեռ չի կարողանում պատասխանի այն հարցին, թե ինչպես գլուխը խոնարհվեց, ապա խոնարհվեց եւ դուրս եկավ, հա, երբեք չես կարող ասես կխոնարհվի թե չի խոնարհվի։ Եվ այդ մանկավարության այդ կլասիկան իր տեղը ոչ մեկին չի զիջում, իսկ այդ դասական մանկավարությունը բժշկից ամենակարևորն է ուզում՝ սպասելու ընդունակություն, ճիշտ վարելու ընդունակություն, չշտապելու ընդունակություն, եւ այսօր ժամանակակից բժիշկների մեջ դա շատ պակասում է։ Եվ երևի կարելի ասել չել գնահատվում պոպուլյացիայի կողմից, դրա համար ես ցավում եմ, միշտ վտանգով եմ խոսում, որ կարող է մի տասնամյակ հետո մենք ինքներս մտածենք, թե ով պետք է զբաղվի մեր երեխաների մանկավարությունով։ Եվ որ վերապատրաստվում ենք տարբեր երկրներում եւ այլն, հասկանում ենք, որ այդ համալսարանից հետո այդ սկզբի տարիները որևէ մեկը, որևէ երկրում մեծ գումարներ չի վաստակում։ Բոլորն էլ գլուխը կախ պիտի աշխատեն, սովորեն, դառնան եւ հետո նոր մտածեն։ Ինչպես մենք ենք դարձել։ Ինչպես մենք ենք դարձել, իսկ այսօր երբեմն մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ որ արագ երիտասարդները ուզում են արագ, իսկ բժշկությունը արագը համբերել է պետք, մի քիչ համբերել է, սովորել է պետք, փորձ է պետք ձեռք բերել, ես համաձայն եմ, որ միանշանակ, բայց մանկավարությունը դա ներողություն եմ խնդրում էլի մեր անհամեստության համար ձեր տանն եմ մանկաբարձ գինեկոլոգ կա շատ խելացի եւ հայտնի մանկավարությունը թագուհին է այո միանշանակ որտեվ մարդուց մարդ է ծնվում մինչեւ հիմա այդ հրաշքի զգացողությունը պահպանվում է սրտումդ, երբ որ այդ ընդունում ես, թե արդեն ինչ-որ ռուտին բան է դարձել։ Չէ, երբեք մի ծնունդը մեկին նման չի։ Երբեք այդ զգացողությունը, որ ամեն անգամ զգում ես, չես ասում, այսօր երկու անգամ զգացել էի։ Որովհետև մենք մանկաբարձ գինեկոլոգները շատ ենք լուծվում ընտանիքների հետ։ Այսօր նաև մի հետաքրքիր բան կա, երբ որ հղին իր առաջին օրվանից մինչև վերջին օրը կապում է նույն բժշկի հետ։ Այսինքն դու այդ ընտանիքի հետ հանդիպում ես տարվա 3 եղանակին։ Քո տարբեր տրամադրության եղանակներն, այդ ընտանիքի տարբեր անդամների հետ եւ այլն, եւ արդեն գրեթե գիտես ինչ ենք սպասում, ում համար ինչ ենք սպասում, 17 տարվա անպտղությունից հետո երեխա է ծնվում, երկրորդ անգամ վերամիավորված ընտանիքի երեխա է ծնվում, որը պետք է ամրացնի այդ կապերը, այսինքն նաև սոցիալական բաներ են հետ մտնում եւ այդ զգացողությունը ակամա դու ապրում ես։ Առնվազն պետք է քարից, երկաթից, բետոնից լինես, որ դա դու չզգաս, որ այդ ընտանիքը առավոտ 7-ին սպասում էր այդ երեխայի ճիչին։ Շատ բարդ ու պատասխանատու մասնագիտություն ունենք, այնպես որ զգացողությունները տարբեր են։ Երբեմն մի ժամվա մեջ մենք կարանք փոթորիկից արև մտնենք, արևից անձրև գնանք, ինքներս էլ անընդհատ փոփոխվող տրամադրություններ ունենք։ Հիմա զբաղեցնում ես ղեկավարող պաշտոն, չէ՞, Երևանի ծննդատան փոխտնօրեն ես, ճիշտ եմ, չէ՞, ասում այդ։ Այդ ղեկավարելը ինչպես է ստացվում, սիրում ես այդ մարդկանց հավաքել, ասելով ինչ պիտի անի, տեղավորես տեղերով, թե չէ։ Ընդհանրապես կոլեկտիվը շատ լավ է աշխատում, որովհետև ամեն ինչ դրված է ապացուցողահեն բժշկության վրա, գոյություն ունի մեկ պրոտոկոլ, կապ չունի թե ինչ պացիենտ է, ինչ ռասա է պատկանում կամ եւ այլն, բոլոր աշխատում են նույն սկզբունքներով, բայց այնուամենայնիվ թիմ ղեկավարելն էլ դա մի առանձին ունակություն է։ Մեծ հաճույքով եմ համ ղեկավարում, համ ընկերություն անում իրանց հետ։ Այ ընտանիքը, հա, հպարտությամբ ասում եք 4 երեխաների հայր եք, 2 տղա, 2 աղջիկ, անընդհատ տեսնում ենք, որովհետև ակտիվ եք սոցցանցերում, այդ աշխատանք, անձնական կյանք բալանսը ստացվում է, երեխաները պապային տեսնում են։ Բավականին լավ է ստացվում, չնայած նրան, որ երևի երեխաներս ավելին են պահանջում ընտանիքը նույնպես, բայց ես որպես մեծ աշխատանք կատարող մարդ ասեմ, որ ես հասցնում եմ։ Ես հասցնում եմ իմանալ ամեն օր ինչա կատարվում այդ իրանց հետ, ես հասցնում եմ իմանալ որտեղ են իրանք, ես մասնակցում եմ նրանց, ես նույնիսկ երբեմն
վարորդին թույլ չեմ տալի վերցնել իրանց, ես փորձում եմ ամեն առավոտ ես տանել մեծ տղայիս դասի, բայց այնքան զանգ եմ ստանում, որ մեկ ասում է կարելի է ես քո հետ դասի չգնամ։ Այնուամենայնիվ այդ շատ աշխատանքը, որ տեսնում են իրանք, ինչքան էլ բժիշկ դառնան, թե չդառնան, իրանց համար այդ մարդասիրական մեծ գործը, այսինքն եթե նա ինժեներ էլ դառնա, ամենամեծ բանը, որ տեսնում այն մեջ, նա տեսնում է, թե ես ինչքան եմ սիրում մարդկանց, ինչքան եմ պարտավորված վազում աշխատանքի։ Դա մեծ դպրոց է, որ իրանք տեսնում են, որ ոգևորված ես գնում եմ գործի։ Հենց դա է փոխանցում։ Եվ իմիջիայլոց դա երջանկություն է, երբ որ դու սրտատրոփ վազում ես գործի եւ նույն սրտատրոփությամբ վերադառնում ես տուն, այնպես որ դրանից ոչ թե պետք է տրտնջալ, այլ ուրախանալ։ Մեր հաղորդման վերջում խաղ ենք խաղում եւ միշտ փորձում ենք ինչ-որ մի թե խաղն է։ Իմիջիայլոց ձեր սուրճը շատ համեղ։ Շատ համեղ սուրճ է, այո, ինձ էլ շատ դուր եկավ։ Եվ համը իդեպ վանիլային համով սուրճ է։ Օրվա համար շատ տեղին։ Այո։ Մտածում էի ինչ ընտրեմ եւ հիշեցի, որ սրանից արդեն 2 տարի առաջ, երբ որ դու մեր տան գինեկոլոգը եւ իմ աղջիկները գնում եք դուք Ճապոնիա, ճանապարհում էինք ձեզ ուրեմն օդանավակայանում, ասեցի, որ սկսել ես շատ ֆիլմեր նայել, ռուսերեն կասեմ անունները, երևի թե որպեսզի մենք ճանաչենք, որտեղ մենք սովորենք այդ ռուսական թարգմանությամբ նայել։ Крестный отец թե Лицо со шрамом։ Крестный отец։ Բնականաբար, Տիտանիկ թե Գլադիատոր։ Գլադիատոր։ Եթե ես չեմ սխալվում, այ չեմ Ռասել Կրոուն դա։ Մենք եթե ես չեմ սխալվում Գլադիատորը մենք միասին խմբով նայել ենք կինոմոսկվա թատրոնում, երբ որ նոր էր բացվել, այո, միասին ենք Գլադիատոր, այո։ Դիկապրիոյով Начало թե Interstellar։ Ну, Դիկապրիո։ Начало, այո։ Մատրիցա թե Բայցովսկի клуб։ Արի մատրիցա։ Մատրիցա լավ եւ մեր այդ Գինեկոլոգները մատրիցա կոզան։ Այո, գինեկոլոգները ճիշտ է, մատրիցա շատ հետաքրքիր տաղացում է։ Մտահորիզոնն է, էլի ստուդիա։ Այո։ Так, եւ բժշկական են հայտնի սերիալներից Doctor House թե Скорая помощь։ Ոչ մեկը մինչև վերջ չեմ նայել, բայց Doctor House։ Doctor House, այո, եւ պատկերացրա մի իրավիճակ տանը հանգիստ նստած ես երեխաների հետ եւ սիրտդ ուզում է ինչ-որ հին եւ բարի հայկական ֆիլմ նայել։ Հիմա տալու եմ 3 տարբերակ, պետք է մեկը ընտրես։ Տղամարդիկ, մենք ենք մեր սարերը, թե Հարսնացուն հյուսիսից։ Ես կնայի տղամարդիկ։ Տղամարդիկ, այո, շատ լավ է, ես էլ եմ շատ սիրում տղամարդիկ, բայց Հարսնացուն հյուսիսից նույնպես իմ սիրված ֆիլմերից այնտեղ էլ Վալակա, կհիշես, այո։ Այսպիսի շատ շնորհակալ եմ, մենք ավարտեցինք այսօր հոյակապ զրույցեր, այսօր մեր հյուրն էր իմ շատ լավ ընկեր, իմ վաղեմի ընկեր Նորայր Ղուկասյանը, որը Էրեբունի ծննդատան փոխտնօրենն է, որը հոյակապ բժիշկ է, հայրը, իմ ճանաչած ամենաուղիղ եւ ազնիվ մարդկանցից մեկը։ Շնորհակալություն, Վալենտինա Սերգեևնա ջան, մինչ հանդիպում։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը մեզ այս հոյակապ եւ համեղ սուրճը հյուրասիրելու համար։ Կհանդիպենք նորից։